Աշխատանքային արդյունքների գնահատումը կամ կատարողականի գնահատումը HRCI քննությունների առանցքային թեմաներից մեկն է եւ առաջին հայացքից կարող է մի փոքր բարդ թվալ, քանի որ մեթոդները շատ են։ Սակայն մեթոդները մենք կարող ենք բաժանել հիմնական 4 խմբերի. comparative methods, category rating methods, narrative methods and behavioral methods։ Եկեք յուրաքանչյուրը քննարկենք։ Առաջինը փոխադարձ գնահատման մեթոդներ կամ համեմատական մեթոդներ։ Այստեղ միտքը պարզ է։ Մենք գնահատում ենք աշխատակիցներին նրանց մյուսների հետ համեմատելով։ Օրինակ, մենք կարող ենք դասակարգել աշխատակիցներին լավագույնից վատագույնը, ranking, կամ համեմատել աշխատակիցներին զույգերով, paired comparison։ Օրինակ, Մարիային համեմատենք Աննայի հետ, Աննային համեմատենք Էլենի հետ և Մարիային համեմատենք Էլենի հետ։ Եվ երրորդը forced distribution, երբ որ մենք ստիպում ենք գնահատողին դասավորել աշխատակիցներին նախապես սահմանված գնահատման խմբերում։ Օրինակ, մենք կարող ենք գնահատողին ասել, որ 30% աշխատակիցների պետք է համարվեն top performer-ներ, 60% աշխատակիցների պետք է համարվեն medium, medium կամ mediocre performer-ներ և մնացած 10%-ը low performer-ներ։ Եվ ստիպում ենք գնահատողին դասավորել աշխատակիցներին տվյալ խմբերում։ Հաջորդը category rating methods կամ չափանիշային գնահատման մեթոդներ։ Այստեղ միտքը հետևյալն է. մենք ոչ թե համեմատում ենք աշխատակիցներին միմյանց հետ, այլ գնահատում ենք աշխատակիցներին նախապես սահմանված չափանիշների հիման վրա։ Մենք կարող ենք օգտագործել գնահատման սանդղակներ, graphic rating scales, եկեք օրինակ ցույց տամ։ Scaling սարքում, օրինակ 1-ից 5, այսպես, և չափանիշներ ենք գրում։ Criteria 1, criteria 2, criteria 3, և այլն, և այլն։ Եվ այս սանդղակի միջոցով արդեն գնահատում ենք աշխատակցին։ Հաջորդ մեթոդը դա թերթիկներն են, checklists, այստեղ կարծում եմ ամեն ինչ պարզ է։ Եվ վերջին տարբերակը այստեղ forced choice։ Շատ հաճախ իդեպ forced choice-ը շփոթում են forced distribution-ի հետ, բայց իրենք լիովին տարբեր մեթոդներ են։ Forced choice-ի դեպքում մենք ընտրում ենք statement-ներ, positive statements and negative statements։ Օրինակ 2 positive, 2 negative statement։ Եվ ստիպում ենք գնահատողին, որպեսզի գնահատողը ընտրի statement-ներից մեկը, թե positive statement-ներից մեկը ընտրի, թե negative statement-ներից մեկը ընտրի։ Հաջորդ խումբը պատմողական մեթոդներ կամ narrative methods։ Այստեղ մենք ավելի նկարագրական տեղեկատվություններ ենք ստանում աշխատակիցների կատարողականի մասին։ Առաջինը critical incident, վճռորոշ միջադեպ, ենթադրենք վճռորոշ իրավիճակ է եղել եւ մենք նկարագրում ենք, թե աշխատակիցը ինչ քայլեր է ձեռնարկել եւ այդ քայլերը ինչ արդյունքների են բերել։ Երկրորդը essay, կարծում եմ բավականին պարզ է։ Երրորդը field review։ Field review-ի ժամանակ ոչ թե անմիջական ղեկավարն է գնահատական տալիս, այլ HR-ը կամ անկախ երրորդ անձ կարող է լինել այլ բաժնի աշխատակից կամ consultant, որպեսզի ավելի այսպես անկախ գնահատական ստացվի։ Շփվելով տվյալ աշխատակցի անմիջական ղեկավարի հետ, հարցեր են տալիս, շատ հաճախ դա լինում է նաև հարցազրույցի տեսքով, եւ արդեն գնահատական են տալիս տվյալ աշխատակցի կատարողականի մասին։ Եվ վերջինը 360 աստիճան degree feedback, որը մենք շատ հաճախ հանդիպում ենք եւ կարծում եմ բոլորս ծանոթ ենք։ Մեր վերջին խումբը վարքային մեթոդներն են, behavioral method, եւ ամենատարածված մեթոդը այստեղ behaviorally anchored rating scales, bars։ Տրամաբանությունը հետևյալն է. ենթադրենք մենք ուզում ենք գնահատել recruiter-ի sourcing հմտությունները։ Bars-ը դա scale է, այսինքն մենք scale ենք սարքում 1-ից 5, 4-5,
Եվ ամեն level-ի համար նշում ենք այն վարքագիծը, որը այդ level-ին համապատասխան է։ Ենթադրենք մեկի պարագայում կարող ենք նշել is not able to find candidates, այսինքն sourcing-ի հմտությունը գրեթե չունի, հա? Is not able to find candidates or to source candidates. Երկուսի պարագայում կարող ենք նշել occasionally finds some candidates through limited sourcing channels, հա? Եվ նույնպես լրացնում ենք 3-ը եւ 4-ը, եւ օրինակ 5-ի պարագայում, որ ամենաբարձր գնահատականն է այստեղ, կարող ենք նշել is able to effectively and timely find candidates through various sourcing channels, հա? Ամենաբարձր գնահատականը կարող է նա, այսինքն մենք այստեղ նշում ենք այն վարքագծերը, behaviors, հա? Եվ սա բարձն է։ Եվ մեր երկրորդ մեթոդը, վարքային, behavioral observation scales, BOS, իրականում BOS-ը շատ նման է բարձին, պարզապես տրամաբանությունը մի փոքր այլ է, մենք գնահատում ենք հաճախականությունը տվյալ վարքագծի, օրինակ, recruiter is not able to source candidates, ինչքան հաճախ է այդ behavior-ը լինում աշխատավայրում, մնացած տրամաբանությունը BOS-ի նույնն է, ինչ բարձի պարագայում։ Այսքան այսօրվա համար, հուսով եմ, որ տեսահոլովակը օգտակար էր։ Ձեզ հետ Կրիստինան էր, HR Round-ի հիմնադիրը, միացեք մեր համայնքին։